Բարև ձեզ։ Ինչ է ուզում այսօր Հայաստանում ապրող մարդը, հատկապես երիտասարդը։ Ինչ է պատրաստ անել նա իր նպատակների եւ ցանկությունների համար։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր Արթուր Աթանեսյանին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պարոն Աթանեսյան, կարող ենք ինչ-որ կերպ մոդելավորել մասնագիտորեն, ինչ է ուզում այսօր Հայաստանում ապրող մարդը եւ առհասարակ այսպիսի հարցադրում հնարավոր է անել ակնկալելով իրատեսական որևէ պատասխան։ Այո, եւ միանգամից եւի մեզ լսողների մոտ առաջացան բազում մտքեր, թե ինչ է ուզում մարդը Հայաստանում, ինչ են ուզում իրենք Հայաստանում, ովքեր մեզ հիմա դիտում են, եւ առհասարակ Հայաստանում կամ ոչ Հայաստանում կյանքից ինչ են ուզում։ Ես կարծում եմ, որ սա ամենա երևի ավանդական հարցն է։ Մարդիկ միշտ ուզել են նույնը ամբողջ պատմության ընթացքում բոլոր երկրներում, մշակույթներում, ուզում են լավ ապրել։ Եվ երբ որ շատ վատ պայմաններում են գոնե ապրել, որքան կյանքը լավանում է, այդքան ավելի լավ են ուզում ապրել եւ Հայաստանում կյանքը բավականին լավ է այն իմաստով, որ ես կարծում եմ երբեք այստեղ ապրող մարդը այդքան հնարավորություններ, բարիքներ նյութական իմաստով չի ունեցել, որքան այսօր, երբեք Հայաստանում 100 տարի առաջ, 50 տարի առաջ չեն եղել այդքան շատ մոլեր, առևտրային կենտրոններ, seafood, ծովամթերք եւ ռեստորաններ եւ այսքան զվարճություններ, այսքան ալիքներ, հնարավորություններ շփվելու, գիշերային կյանքը երբեք հայկականության մեջ չի եղել սկզբից հասարակ գիշերը հայը քնել է, որովհետև առավոտը շուտ պետք է արթնանար, աշխատեր։ Հիմա գիշերային կյանքն է մեր իրականության մի մասը։ Մենք ունենք տոներ, որոնք երբեք չենք ունեցել, արևմտյան տոներ, սովետական տոներ, հայկական տոներ, եւ նոր մասնագիտություններ ունենք, որոնք որ կյանքում չենք ունեցել եւ հիմա շատ-շատերը չգիտեն անգամ ինչի համար է դա պետք, բայց նրանք կան եւ պոպուլար են։ Այնպես որ մենք ունենք բազում նյութական կարելի ասել հնարավորություններ աննախադեպ եւ չենք ունեցել, բայց շատ-շատերի համար չկա այսօր իմաստ է այդ ամեն ինչի, իսկ ինչի համար է այդ ամբողջը, ինչու ենք ապրում։ Եվ այդ տեսանկյունից կյանքը ավելի իմաստավորված էր, երբ որ չի եղել նյութական բարիքների այդքան մեծ բազմազանություն, որովհետեւ դու գտնում ես իմաստ այն ամեն ինչի մեջ, ինչ ունեիր։ Ունես մեկ ծառ, մեկ խնձորով, այո, դա իմաստ ունի Նյուտոնի համար, օրինակ դա ֆիզիկայի օրենքներից մեկի պատճառ հանդիսացավ, բայց երբ որ խնձոր, տանձ, բանան եւ այլն թափած է, լցված է, դու չգիտես այդ ամբողջի մեջ որն է գաղափարը, որն է իմաստը, եւ դառնում ես սպառող։ Այսինքն, եթե միևնույն է մարդը բոլոր ժամանակներում ուզում է մեկ բան լավ ապրել, ամեն ժամանակվա մարդը պիտի իրեն հարց տայես, որն է լավ ապրելը, որպեսզի իմաստ ունենա կամ չունենա նյութական բարիքը։ Ավելի շուտ իսկ ինչպես անեմ, որ լավ ապրեմ, այդ հարցն է տրվում, ինչ անեմ, որ լավ ապրեմ, իսկ այսօր 21-րդ դարում մարդ հակառակն է ասում, ինչ չանեմ, որ լավ ապրեմ։ Այսինքն ինչպես չանեմ ոչինչ, բայց շատ լավ ապրեմ։ Եվ դա ստացվում է, մասնավորապես օրինակ տեխնոլոգիաները այսօր դա թույլ են տալիս անել, օրինակ այսօր կարելի է խանութ չգնալ, բայց ունենալ, կարելի է այսօր չսովորել, բայց իմանալ, կարելի է այսօր ոչինչ քեզնից չներկայացնել, բայց այդ ամեն ինչի մասին խոսել, որովհետև տեխնոլոգիան թույլ է տալիս դա անել եւ մենք այսօր կարող ենք մեզ թույլ տալ այդ սխալ ճոխությունը իհարկե, որը որ տանում է դեպի ոչ մի տեղ, ոչինչ անելով ուզենալ լավ ապրել։ Ցավոք սրտի կա այդպիսի պատրանք եւ ոմանց համար օրինակ կյանքը խաղ է եւ շատ տարածված է այն, որ առաջի միլիոնը պետք է գողանալ կամ շահել եւ ոչինչ չանելով կարելի է դառնալ ամեն ինչ։ Ցավոք սրտի նաեւ հեղափոխություններ այդ մասին վկայում են, կարելի է եւ սովետական միության տարիներին այսպիսի կարգախոս կար, ով ոչինչ էր նա ամեն ինչ է, իսկապես հեղափոխությունները թույլ են տալիս դա անել միշտ Եվ հա այսօրվա մարդը ոչ միայն ուզում է լավ ապրել, ուզում է ոչինչ չանելով լավ ապրել, այո ամեն ինչ ունենալ, այլ նաև միևնույն ժամանակ կարծես դատարկություն է զգում։
Եվ փորձելով այդ դատարկությունը հոգևոր դատարկությունը, արժեքային դատարկությունը, այդ անդունը լցնել նյութականով, նա լցնում շատ հագուստ, շատ ուտելիք, շատ տոներ, շատ ընկերներ, շատ ցանցեր սոցիալական, միևնույն ժամանակ այդ անդունը չի լցվում եւ սկսում են հորինել նոր զվարճություններ, նոր զբաղմունքներ, նոր ժամանցային բաներ, որպեսզի կարծես թե լրացնեն այդ բացը, բայց բացը չի լրացվի։ Հոգևոր արժեքային անդունդը երբեք նյութականով չի լցվելու։ Իսկ դա միթե բոլոր ժամանակներում այդպես չի եղել։ Երևի չէ։ Նույնպես ունիվերսալ չէ։ Չէ, իհարկե ոչ, եւ այն ժամանակները, երբ որ մարդ ապրել է սուղ պայմաններում, նյութական, ինչ էր մնում իրեն մտածել եւ զարգացել է միտքը։ Երբ որ մենք ճունեինք iPhone-ներ եւ համակարգիչներ եւ ճունեինք համացանց, մարդ շփվելու համար մյուսի հետ պետք է լավ գեղեցիկ ձեռագիր ունենար, ռետորական արվեստ, գաղափարներ, դրանք էին զարգանում եւ բայց հիմա այսօր կարիքը չկա այդ ամեն ինչի եւ մարդ դա չի անում։ Դա կորցնում է, այսինքն այսօրվա մարդու ձեռագիրը ոչինչ չի ասում իր մասին, անգամ եթե նա չունի ձեռագիր ընդհանրապես, ունակ չի դա անելու, կամ եթե մարդ չի կարող քեզ հետ անկեղծ լինել, դա խնդրեմ չէ, որովհետև ինչու լինես կեղծավոր կամ անկեղծ, եթե քո փոխարեն ամեն ինչ անում է տեղեկատվական միջոց հաղորդակցական, եւ այդ տեսանկյունից այո, կոմֆորտը բերում է մարդու ալարկոտության։ Մենք ժամանակի եւ տեխնոլոգիաների հետ պայքարել չենք կարող։ Այսինքն դժվար է այսօր որևէ մարդու հատկապես երիտասարդի համոզել, որ գիտեք դուք մի կողմ դրեք ձեր հեռախոսը կամ այդ տեխնոլոգիական սարքը եւ փորձեք նամակ գրել ձեր սիրած աղջկան կամ ընկերոջը։ Հաստատ չի արվի դա։ Իսկ մենք այսպես թե այնպես պիտի կյանքի իմաստը գտնենք այնպիսի տեխնոլոգիական կյանքում իրականությունում, ինչպեսին դուք նկարագրում եք, երբ արդեն չկա ձեռագիր, չկա շատ դեպքերում կենթանի շփում, հաղորդակցություն եւ այլն, եւ կա շատ նյութական բարիքներ։ Եվ այդ լավ օրինակ է, ասենք ինչ որ մեկ որոշեց վերջը ձեռքով նամակ գրել աղջկան, որպեսզի լինի էքսկլյուզիվ, լինի հետաքրքիր, բայց աղջիկը ուզում է դա։ Ես վերջերս խոսում էի մի ուրեմն կամպանիայում աղջիկների կանանց հետ մարտի 8-ին ուրեմն ընդառաջ այն մասին, որ երբ որ որևէ մարդ, տղամարդ պատրաստում է ծաղիկ նվիրել այդ կնոջ աղջկան, նա ծիծաղելի վիճակում է հայտնվում շատ հաճախ, որովհետև այդ աղջիկը չի ուզում ծաղիկ եւ գտնում է որ նվեր քարտ է ուզում է տարբեր բաներ եւ բայց այդ ծաղիկով տղամարդուն որպես կերպարին այլևս չեն ընկալում որպես մրցունակ, այդպես ասենք, նա կա եւ կլինի, բայց մրցունակ չէ, որն է մրցունակը, այո, տեխնոգեն, իմիջ ունեցող, զվարճացնող, ժամանակը զբաղեցնող եւ մենեջեր կարծես, ով որ կկառավարի քեզ եւ քո ժամանակը այնպես, որ քեզ դուր գա եւ ոչինչ պետք չի անել դրա համար, այս մոտեցումը նաեւ ունեն տղամարդիկ կանանց հանդեպ վերաբերմունքով եւ ստացվում է, որ բոլորը սպասում են մյուսից ինչ որ մի քայլ, բան եւ ոչ մեկ ոչինչ չի անում եւ ահա սպասման վիճակ է սա սոցիոլոգիայում դա համարվում է այսօրվա անվանվում է այսօրվա տեսակի միայնակություն միայնակությունը անպայման չէ որ լինի ֆիզիկական տարածության դատարկության մեջ միայնակությունը կարող է լինել այն վիճակում երբ որ դու ունես միլիոն ընկեր սոցցանցերում բայց միայնակ ես Ինչն է միայնակությունը, այն է, որ դու սպասումներ ունես, որոնք չեն արտահայտվում եւ արտացոլվում եւ այլն, եւ երբ որ քեզնից սպասումներ ունեն եւ դու պատրաստ ես դա անելու։ Ահա, կարծես շատ ենք, բայց որևէ մեկ մյուսի համար ոչինչ անել չի ուզում։ Այսա միայնակության ճգնաժամի չի միանշանակ պատասխանատվության խնդիր է, բայց պատասխանատվությունը եւ դրա այն չստանձնելը այս միայնակության զգացման հետ պատճառն է ավելի շուտ ոչ թե հետևանքը։ Մարդ չի ուզում ոչինչ անել, պատասխանատվություն ստանձնել, որևէ մեկ չի ուզում եւ այդպես շարունակ։ Մենք անգամ այսօր իշխանության ճգնաժամ ունենք այդ պատճառով, որովհետեւ իշխանություն որևէ կարող ուժ չուզեց վերցնել։ Եվ այն վերցրեցին նրանք, ովքեր կարող
առողջ էին։ Իշխանությունը գցած էր գետնին եւ ով ավելի կոպիտ ասած շուստր էր, նա վերցրեց, որովհետեւ բոլորը նայում են իշխանությանը եւ ասում, չէ, սա պատասխանատվություն է, ես չեմ ուզում ստանձնեն դա։ Ընդ որում ոչ հայկական ֆենոմեն է սա։ Սա համաշխարհային տրենդ է։ Պատասխանատու մարդիկ իշխանություն չեն ուզում։ Չեն ուզում ստանձնել լրացուցիչ պատասխանատվություն։ Դե զբաղված են, բժիշկները զբաղված են իրենց պարտականություններով, ուսուցիչները իրենց, զինվորները իրենց, ոստիկանները իրենց եւ ստացվում է, որ պետական իշխանությունը մեծ պատասխանատվություն է պետության եւ հասարակության համար եւ գծված է գետնին եւ նա ով արկածախնդիր է կամ դրա մեջ տեսնում է անձնական շահույթ, գալիս եւ վերցնում է։ Ո՞ւս է նա ով պատասխանատու է նա վերցրեց։ Ինչու եք կարծում, որ հակառակը տեղի ունեցավ։ Որովհետև վատ է այդ վերցնելուց հետո բոլորիս համար։ Եթե լավ լիներ, կարելի էր ասել, որ բարձ է երբեմն։ Հա, եթե պատասխանատու մարդն է զբաղվում դրանով, լավ է մեզ։ Պատասխանատու բժիշկն է մեզ բուժում, մենք զգում ենք դա։ Անպատասխանատուն զգում ենք դա։ Եվ հիմա երբ որ մենք տեսնում ենք իշխանության եւ առաջնորդության անկում ամբողջ աշխարհում դեֆիցիտ Ամերիկայում, մեզ մոտ Ռուսաստանում, մենք հասկանում ենք, որ եւ դրա ցուցանիշներից է այն, որ երբ որ հարցնում ես ով է մեր առաջնորդը, մեր հեղինակությունը, սկսում են պատմական դեմքերին հիշել եւ ոչ թե ներկայիս անձանց, շարունակում է այսօր ճունեն։ Նես է վիճակը, ընդ որում եւս մի բան, այս միայնակություն, կոնֆորմիզմ, այսինքն համակերպվող ուղղականություն իրականության հետ, պատասխանատվություն չստանձնելու մոտեցում եւ այդ ինֆանտիլություն, այդ ամբողջը միասին վերցված, նաեւ դրսեւորում ունի նրանում, որ այսօր կուզեին ունենալ բրուտալ լիդերների, ովքեր որ կգային եւ կասեին այսպես է եւ վերջ։ Ինչու՞, որովհետև այո, ինֆանտիլը, փոքրիկը, իրեն երեխա համարողը ուզում է, որ իրեն տիրություն անեն եւ ասեն ինչ հակնի, ինչ անի։ Ես նաեւ ցավոք սրտի նաեւ բոլորին է վերաբերում, այդ թվում երիտասարդների այսօր ավելի ու ավելի շատ են դիմում արհեստական բանականության պլատֆորմաներին, ChatGPT-ին, թե հուշիր ինչ հակնեմ այսօր։ Անկամ մարդ պատրաստ չէ որոշելու ինչ հակնի, ինչ ուտեմ, կամ հիվանդ եմ, ինչով բուժվեմ։ Տարական գիտելիքներ։ Դա բարձ հետաքրքրությունից է, որտեղ դա էլ շատ բնական ու մարդկային։ Իհարկե, բայց բոլոր խնդիրները սկսում են բարձ հետաքրքրությունից։ Եթե հետաքրքրությունը չլիներ, մարդկության ձեռքբերումներն էլ չէին լինի եւ պետք է հորիզոն, պետք է ուրեմն հերանեկար ինչ որ ամեն դեպքում ինքնակառավարման, ինքնատիրապետման Չէ՞ որ կարելի է գնալ հետաքրքրության հետ։ Եվ դա էլ է կառավարվող process, այսինքն դա էլ պետք է կառավարել եւ երևակայությունը, եւ հետաքրքրասիրությունը, եւ այսինքն ցույց տալ դրան ուղղություն։ Հակառակ դեպքում կարող է ինքն իրեն սպանել դա եւ տանել միտեղ, որտեղից ելք չկա, եւ ամեն ինչ պետք է կառավարելի եւ ուրեմն իմաստավորված լինի։ Հա, մենք չենք սովորեցնում ոչ դպրոցում, ոչ բուհում, ինչպես լինելով հետաքրքրասեր, չդառնալ արհեստական բանականության կցորդը, attachment-ը։ Միշտ թվում է հակառակը, եթե դուք այսօր չեք օգտվում, օրինակ, արհեստական բանականության գործիքներից, դա էլ անվանվում է գործիք, դուք հնության attachment եք։ Հա, բայց հնությունը կարելի է վերաբրենդավորել, այսինքն նորովի մատուցել, եւ այն կդառնա ռետրո։ Ռետրոն շատ լավ բան է, պոպուլյար է եւ թափ է հավաքում։ Դա դրա համար ստեղծագործական լուրջ մոտեցում է պետք, մեխանիկորեն չի լինի։ Սումա բոլոր հարցերին դա պետք է ցուցադրել եւ այն, որ մի քիչ առաջ ասեցի, հա, եթե հիմա բոլորը սովորեցնում են բոլորին ինչպես օգտվել արհեստական բանականությունից, ես սովորեցնում եմ ինչպես չօգտվել արհեստական բանականությունից եւ ինքնուրույն կարողանալ անել։ Պոպուլյար է այդ միտքը ձեր հատկապես երիտասարդների պոպուլյարիզացնում եմ։ Հա, ինքնին չի դառնա, որովհետեւ ոչինչ չի լինում ինքնուրույն։ Հաղորդման սկզբում այսպես ռետորական հարց բարձրացրեցի, թե ինչ են պատրաստ անել մարդիկ այն ամենի համար, ինչ ուզում են, կամ նպատակների համար, որ ունեն։ Երբ ես լսում եմ, նույնիսկ հարց է առաջանում, իսկ այս պարագայում նպատակներ ունեն, հետո էլ քննարկենք, թե իսկ ինչ են պատրաստ անել դրա համար։
Հա, իհարկե ունեն նպատակներ, բայց նպատակ պետք է դնել մարդու առաջ եւ կոլեկտիվ նպատակներ պետք է դնել եւ անհատական նպատակ միշտ եւ նպատակադրությունը process է, կառավարման մի մասն է։ Նպատակներից մեկը մարդու պիտի լինի կյանքի իմաստ ունենալը միշտ եւ այդ իմաստը պետք է գոնե չհակասի ուրիշների իմաստներին կյանքի, հակառակ դեպքում պետություն, հասարակություն չի լինելու եւ մենք կդառնանք խոցելի շատ։ Այսինքն իմաստավորումը մեր կյանքի պիտի լինի ընդհանուր եւ մասնավոր ձևաչափերում, ընդհանուր այն ամենը ինչին բոլորս պիտի ձգտենք եւ մասնավորապես ինչին յուրաքանչյուր մարդ պիտի ձգտի որպես մարդ անց անհատականություն։ Այո, մենք միասին բոլորս պիտի օրինակ ձգտենք անվտանգության ապահովմանը այն համակարգի, որում ապրում ենք։ Եթե նավի վրա գտնվողների մի մասը այդ նավը ճոճի, մյուս մասը փորձի պահել այդ ճոճից, ապա զրոյական վիճակ է տիրելու։ Այսինքն մի ուղղությունն անպայման պետք է գնում ենք այսինչ ուղղությամբ։ Այսինչ ուղղությամբ գնալու համար յուրաքանչյուրս այսինչ գործառույթ է անում բոլորիս համար։ Համակեցություն պետք է սովորեցնել։ Բայց հետո այդ համակեցության, անվտանգության, միասնական նպատակների ջանքերի դաշտից դուրս դու կարող ես լինել յուրահատուկ, իհարկե։ Դու կարող ես լինել քո սեփական իմիջով, քո ցանկություններով, զգացմունքներով միանշանակ։ Իսկ ձեր կարծիքով չկա նուրբ սահման այդ համընդհանուր ուղղության եւ ուզուրպացիայի բռնատիրության։ Ես էլի փորձում եմ երիտասարդների վրա կենտրոնանալ, հատկապես նրանց տարիքում հասարակական կարգը դա ճնշման գործիք է եւ նրանք մերժում են ամբողջ հասարակական կարգը, որի արդյունքում մենք հայտնվում ենք ինչ-որ անհամերաշխ մի անարխիայի մեջ, այսինքն նավը այնուամենայնիվ երևի կխորտակվի։ Բայց միևնույն ժամանակ էլ այդ կարգի եւ բռնատիրության սահմանը մարդիկ սիրում են ընդհանուր նպատակներ, որովհետեւ այդպես նաեւ կոմֆորտային է։ Եվ կոլեկտիվ գործողություն կոչված, այսինքն անում ենք միասին, բոլոր մշակույթներում եւ ազատամիտ եւ կոնսերվատիվ եւ արևելյան, այդպես ավանդական դուր է գալիս, որովհետեւ երբ որ անում ենք միասին, առաջինը ամեն մեկը ավելի քիչ ջանք է գործադրում, քան եթե ինքնուրույն աներ, երկրորդը, որովհետեւ միասին ավելի հավես է եւ հետաքրքիր, եւ երրորդը, որովհետեւ միասին ավելի արդյունավետ է։ Եվ սկսած հեքիաթներից, ժողովրդական պատմվածքներից միջև պետության կառավարման մեթոդներ եւ մոտեցումներ, այս բոլոր փաստարկները աշխատում են բոլոր մշակույթներում։ Այնպես որ չէ, բռնատիրություն չի ընկալվում միասին ապրելու արվեստը բոլորովին, սա արվեստ է, սա հաճելի է, սա հետաքրքիր է, սա էֆեկտիվ է եւ դա մշակույթի մի մասն է, որը պետք է եւ քարոզել, եւ սովորեցնել, եւ անձնական օրինակով ապահովել, եւ տանել, եւ այլն։ Սրա օրինակները բազում են, օրինակ սոցցանցերում դու տեսնում ես խմբեր, որտեղ որ մոդերատորը նախաձեռնել է փողոցի կենդանիքների պաշտպանություն, կերակրել, խնամել, բուժել եւ որքան շատ միացող լինեն այդ ամենին, այնքան ուժեղ է լինում այդ խումբը եւ ձնակույտի էֆեկտի մեթոդով էլ ավելի է մեծանում, յուրաքանչյուրը այդտեղ ավելի պաշտպանված է իրեն զգում, որովհետեւ նախ ունի ընկեր, որ չուներ, նախ ունի ուրեմն մարդ, ում հետ կարելի է կիսվել, նա ավելի պաշտպանված է իրեն զգում, ավելի հոգատարություն է տեսնում եւ ինքն էլ պահանջված է իրեն զգում, եւ այդպես բոլոր ոլորտներում եւ հարցերում իսկապես միասին ավելի լավ է ստացվում եւ սրա մեջ որևէ բռնատիրություն չկա։ Բռնատիրությունն այն է, ինչ դուք ասեցիք, եթե այս կոպիտ ասած մոդերատորներից որևէ մեկ փորձի յուրացնել իշխանությունը, բայց դա շատ կարճատև է լինում սովորաբար, որովհետև դրանից հետո համակարգը չի աշխատում։ Կամաց-կամաց մարդիկ քեզ թողնում են, տեսնելով, որ դու յուրացնում ես կոլեկտիվ ջանքերի արդյունք, քեզ ես վերագրում եւ կամաց-կամաց դու համախոհներ կորցնում ես։ Ցավոք սրտի մենք այդ բոլոր ճշմարտությունը օրինակ քաղաքական բռնապետները չեն հասկանում։ Չէ, եւ այդ պատճառով բարձր պաշտոններում լինելով չեն հասկանում եւ այդ պատճառով մենք մեր բոլոր հաղթանակները կորցրեցինք։
մենք մեր բոլոր ղեկավարների մեջ հիասթափվեցինք, որովհետև ստանալով իշխանություն էֆեկտիվ ջանքերի օգնությամբ իրենք սկսեցին դա ուզուրպացնել եւ նրանք ովքեր շատ բան ունեին եւ ամբողջ իշխանությունը իրենց դեր այսօր ոչ միտեղ են։ Այդպես է միշտ լինում։ Պիտի եզրակացություններ անել։ Այսինքն պիտի կարողանան կառավարել ոչ միայն հետաքրքրությունը, այլև սեփական իշխանությունը։ Ինքն իրեն մարդ պիտի ղեկավարի եւ կառավարի եւ չուզենա դառնալ վատը, որովհետեւ եթե ուզեցար, շապա կորցնում ես։ Մարդը երբեք չի ուզում դառնալ վատը։ Կարծում եք, որ մարդը հատուկ նպատակադրվում է դառնալ վատը։ Չէ, բայց եթե նա գիտի ինչն է լավը եւ ինչն է վատը, նա պիտի չանի այդ վատը։ Այդ ուրիշ հարց է արդեն։ Իսկ ինչպես սովորեցնել մարդկանց ինչն է լավը, ինչն է վատը այս բազմազան աշխարհում։ Դա հնարավոր է ընդհանրապես, թե մարդն ինքը պիտի իր կենսափորձով հասկանա։ Անիմաստ է։ Դա շատ հին հարց է սա եւ ինչպես սովորեցնել ով պետք է սովորեցնի եւ երբ վանից սովորեցնեն, անմիջապես պիտի սովորեցնել եւ ամեն օր սովորեցնել եւ նաեւ անձնական օրինակով սովորեցնել եւ նաեւ փորձելով պատասխանատվություն տալ մարդուն իրավունքների հետ միասին, շանս տալ, որպեսզի նա ինքնուրույն լուծի խնդիրը եւ ուժեղանա եւ ամրապնդվի եւ տեսնի ինչքան լավ է ազատ լինելով պատասխանատու նաեւ լինել, բայց հա դա շատ բարդ process է, ինչպես մարդուն սովորեցնել լավը եւ ոչ թե վատը։ Կարծեմ Մարշակը ուներ սովետական հեղինակ գիրք ինչն է լավը եւ ինչն է վատը եւ փոքրուց դա սովորեցնում էին, հիմա պոպուլյար չի այդ գիրքը բնականաբար, բայց արդյոք դրա փոխարեն նոր գրքեր կան այդ մասին։ Համենայն դեպս օրինակ մեդիայի եթերը այլ բան է անում, նա չի սովորեցնում ինչն է լավը, նա սովորեցնում է, որ վատը նորմալ է։ Եվ դրանով իսկ դու անգամ տեղյակ չես, թե որ այլընտրանքներ կան եւ դրանք լավն են։ Հա, շատ վատ է նարկոտիկ օգտագործել, շատ վատ է ուրեմն քարոզել բռնություն, շատ վատ է ատելության խոսքը, շատ վատ է չսիրել քո պետությունը, շատ վատ է թողնել եւ գնալ, երբ որ քո պետությունը խնդիրներ ունի, շատ վատ է վատաբանել քեզ եւ քո ընտանիքին եւ քո պետությանը, շատ վատ է չօգնել հիվանդին, հավերժ ճշմարտություններ են դրանք եւ լավը անելուց առաջ պիտի գոնե չանես վատը եւ հետո սկսես անել լավը, դրանք փուլեր են, բայց դրանք կարող է շատ արագ անցնես եւ դառնաս նորմալ մարդ։ Օրինակ մեր հանրակրթությունը ունի որոշակի նմանատիպ, եթե չասեմ բնականաբար դասավանդվող առարկաներ չունի եւ մի քիչ դժվար է իսկ պատկերացնել մի առարկայի շրջանակում դա տեղավորել է, որովհետեւ դա կարող է շատ տեխնիկական դառնալ եւ հակազդեցություն առաջացնել, բայց մոտեցում գոնե։ Օրինակ կյանքի որակներ, կյանքի հմտություններ, կյանքի իմաստ։ Ու դատելով իմ ուսանողներից, ում շատ սիրում եմ բոլորին, ես կարող եմ ասել, որ որպես սկզբնական փուլ, երբ որ իրենք գալիս են համալսարան, իրենք շատ տարբեր լինելով, տարբեր են նաև, որովհետև տարբեր դպրոցներում են սովորել եւ տարբեր ուսուցիչներ են տեսել։ Կանանցից կախված է։ Իհարկե, եւ կան ովքեր որ երևում է, որ իրենց հետ աշխատելով ստեղծել են լավ բաներ իրենց մեջ եւ որակներ են արտնացրել, որոնք որ բոլորը ունեն եւ խրախուսվել է լավ այդ երեխայի եւ կամ ուսանողի մեջ, կան որոնք որ չի խրախուսվել, բայց խրախուսվելով նա դառնում է այդպիսին բուհում եւ ես էլի սովետական օրինակը բերեմ կամ Ամերիկայի այսօրվա օրինակը, որը տեսել եմ բազմիցս դպրոցներում, համալսարաններում իրենց հերոսների լուսանկարներն են, սովետական միությունում վետերաններ էին գալիս դասի դպրոց, պատմելով թե որն էր սխրանքի պատճառը եւ ինչպես է դա եղել եւ ինչու շատ հայտնի գործիչներ պետք է այցելեն անպայման եւ պատմեն այն մասին թե ինչպես կարողացան պրոֆեսիոնալ խնդրեմ լուծել նաեւ ուզենալով եւ հավատալով հոգեվորականները պետք է այցելեն դպրոցներ եւ խոսեն երեխաների հետ այն մասին որ ինչ է լավը եւ ինչ է վատը շատ հստակ չափելի է դրանք վերացական կատեգորիաներ չեն մտածածին բաներ չեն եւ հեքիաթ չի իսկապես վատը եւ լավը հստակ չափելի է հետևանքներով
հետևանքներն են չափման մեթոդը։ Եվ այդ life coaching-ի առումով օրինակ շատ կարևոր է չափել քո օգտակար գործողության գործակիցը ամեն օր։ Այսինքն մենք խոսեցինք, մենք աշխատեցինք, մենք շփվեցինք։ Օրվա վերջում պետք է ամփոփել այդ ամեն ինչի օգուտը եւ օգտակարությունը որքան էր, որովհետև կան մարդիկ, ովքեր ամբողջ օր համացանցում գրառումներ են անում եւ մտածում են, որ բան փոխեցին, բայց միգուցե դա 0 էֆեկտ ունի այդ ամեն ինչը, այսքան աղմուկ, այսքան ջանք, այսքան ինֆորմացիա, օգտակար գործողության գործակիցը 0 է այդ ամեն ինչի, մինչդեռ մի հոգի խոսելով պատահականորեն առօրյայում որևէ մեկի հետ իր ինքնասպանությունն է կանխել, միգուցե եւ իր այդ մեկ քայլը օգտակար գործողության 100%-անոց գործակից ունի։ Այսինքն յուրաքանչյուրս պիտի այդպես նայենք մեր օրվան մեր կյանքին եւ օգտակար փորձենք լինել։ Սա բարեգործություն անպայման չէ, սա անպայման չէ, որ միամտությունն է, բայց սա էֆեկտիվ է բոլորիս համար եւ մեզ համար առաջ երթին։ Իսկ օրինակ այդպիսի սոցիալական մեխանիզմները ինչպես պետք է խրախուսվեն, որովհետև ինչ որ դուք նկարագրում եք, որքան էլ թվում է պարզ գործողություն, պարզ բան, իրականում դա լուրջ մեխանիզմ է համակարգային։ Իսկ մեխանիզմները առաջնորդություն են ենթադրում։ Այդպես ինքնաբուխ այսպես թե այնպես մարդկությունը միշտ էլ ինքնաբուխ լավ բաներ անում է, որ հասնում է, որ ժամանակը կանգ չի առել։ Բայց սոցիալական մեխանիզմի այսպես մոդելավորումը եւ խրախուսումը ումը պիտի լինի, եթե մենք ուզում ենք։ Իսկապես համակարգային է, այն պիտի խրախուսվի եւ մենք միշտ գործընկերների հետ խոսելով խոսում ենք այն մասին, որ օրինակ վատը քիչ թե շատ պատժելի է եւ հայտնի է, որ պատժվում է, բայց լավը չի խրախուսվում։ Եվ մենք ունենք անգամ սիմվոլիկ խրախուսանքներ։ Տարիներ առաջ խնդրում էինք Պաշտպանության նախարարությանը, կառավարությանը, խորհուրդ էինք տալիս մասնագիտորեն, եթե չկա ֆինանսավորում լրացուցիչ, ապա զինվորականների իրենց ընտանիքների անդամների համար սիմվոլիկ խրախուսանքների համակարգ ստեղծեք, որը շատ էժան է, փող չարժե, բայց անհրաժեշտ է։ Ամերիկայի փորձը, օդանավակայան, բանկային համակարգ, որտեղ հերթ է, առանձին կոճակ այդ ծառայությունների մենյուում զինվորական սեղմում ես եւ արտահերթ սպասարկվում ես, որևէ կոպեկ չարժե սա, բայց այնքան կարևոր է առաջնահերթությունը զինվորի համար, սպայի համար, եւ որովհետեւ ինքն է առաջ վազում, երբ որ սպառնալիք է տեղի ունենում, ինքն է մեզնից առաջ ընկնում, որ մեզ օգնի։ Հիմա թույլ տանք, որ առաջ գնա բանկում, որ սպասարկվի կամ հիվանդանոցում կամ օդանավակայանում արտահերթ եւ այդ ամբողջը ցավոք սրտի տեսեք ճիշտ խորհուրդներ, որոնք չընդունվեցին կամ չհասկացվեցին, բայց չեն գործում Հայաստանում այսօր, իրենք այո օտարում են մարդուն, կամաց, այո պետք է լավը խրախուսել, պետք է ցուցադրել, պետք է հնչեցնել, եւ էֆեկտիվ, կարեւոր, օգտակար, բարի մարդկանց կերպարը եւ անունը պիտի դառնա մեր հերոսի իդեալը։ Այո պետք է գովազդենք լավը։ Դե մենք միայն ժամանակներում ենք ապրում, որ այդպես այն ընկալումը կա պոստմոդեռնիստական ժամանակներից, որտեղ հիմա սոցիոլոգներն ասում են, որ մենք պոստմոդեռնիստական ժամանակներում ենք արդեն վերանալով այդ բոլոր պայմանականություններից ժամանակաշրջանը մի այնպեսի բնութագրիչ ունի, որ չկան էլիտաներ եւ այսպես իմաստունների խորհուրդը չի որոշելու կյանքը ինչպես գնա, ինչպես կազմակերպվի, որն է լավ, որն է վատ։ Եվ յուրաքանչյուր անհատ պիտի կարողանա ինչպես գնում է քվեաթերթիկին է մոտենում եւ որպես քաղաքացի ձայնն է տալիս հաղթանակում է ժողովրդավարությունը, այնպես էլ հաղթանակում է իմաստությունը յուրաքանչյուրի ձայնով, ոչ թե խելոքների կամ առանձնյակների։ Եթե մարդիկ կարիք չունենային իմաստուն խորհուրդների, ChatGPT չէին դիմի այդ նույն հարցերով, ինչպես ապրել, բարձրապես էլի երկու խնդիր կա, առաջինը, որ իսկապես կան
իսկապես իրական առաջնորդների դեֆիցիտ կա աշխարհում, իսկապես մարդկանց, ովքեր իմաստուն են, փիլիսոփա են, նայեք փիլիսոփայության ֆակուլտետների ուսանողների թվին, քանակին, իրենք նվազում են ցավոք սրտի, եւ պահանջված չի փիլիսոփայությունը Հայաստանում իդեպ միայն, որովհետեւ մեծ կորպորացիաներում ամբողջ աշխարհում փիլիսոփաները հիմնական պաշտոններից մեկն են, որովհետեւ իրենք ցույց են տալիս ընկերությանը, կորպորացիային ամբողջ process-ի մեջ իր տեղը եւ այդ ամբողջ process-ում շարժվելու ստրատեգիան ձեր ասած post-postmodernism-ում ինչպես անել, որ Coca-Cola վաճառես կամ ստեղծես մեկ այլ Coca-Cola կամ չստեղծես փոխես շիշը փիլիսոփան է ցույց տալիս ռազմավարական մտածողության կենտրոններին որ իրենց վերլուծությունը ինչ է առհասարակ մարդու կյանքի մահվան գոյության, քաղաքակրթությունների տեսանկյունից եւ իմաստուն մարդկանց եւ խորհուրդների կարիքը եղել է կա եւ կլինի հիմա շատ մեծ կարիք կա այսօր երբ ինքնասպանությունների աճ կա ամուսնալուծությունների անկայունության աճ կա իմաստության խորհրդի աջակցության բարի ընկերոջ կարիքը ավելի մեծ է քան մինչ այսօր եւ հակառակը այս բոլոր քանդվող համակարգերը իմաստության, բացակայության կամ սակավության հետևանք են։ Շնորհակալ եմ օգտակար զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ, սոցիոլոգ Արթուր Արտանեսյանն էր։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։